30 տարի առաջ բնակիչները քիչ քանակությամբ, որոնք որ այստեղ ապրում էին, իրենց ուժերով, իրենց գումարներով անցկացրել են ջրագիծ։ Հետո արդեն որ տեսան, որ բավականին մարդիկ շատացել են, Վիոլա ջուրը գյուղապետարանի կողմից գծված եւ հաստատված ինչ-որ նախագծով անցկացրել է ջրագիծը, որը ավարտին է հասցվել, բացի մի փոքր հատվածից։ Ինչու հատվածը չի ավարտվել, որտեվ ըստ նախագծի սխալ բան կա այնտեղ ինչ-որ։ Եվ Վիոլա ջուրը չի ավարտում, այսինքն ջրագիծը չի ավարտում, որ շահագործվի եւ մենք ունենանք նորմալ խմելու ջուր։ Գյուղապետարանը գցում է Վիոլայի վրա, Վիոլան գցում է գյուղապետարանի վրա։ Ճանապարհը ընդհանրապես գոյություն չունի, այստեղ ամեն օր ասենք մեքենայով գալի գնում ես, ասենք մեքենան ջարդվում է։ Ոչ մի խնդիր այստեղ չի լուծում։ Շների հարցը, առավոտը դուրս ես գալի գնաս, մի հատ հաց առնես գալ։ Այդ շների միջով որ գնում ես, միջով հետ ես գալի, հացը չկա։ Մեր գյուղապետը այսպես կոչված, որ գալիս էր ժողովներին, սկզբնական սարեր էր խոստանում, ձորերով ման էին գալիս։